Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության վերջին արարների վերաբերյալ, որ տեղի ունեցան 2025 թվականի ամբողջ ընթացքում։ Դրանք վերաբերում են ինչպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման փորձերին, այնպես էլ մեր անմիջական հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու փորձերին։ Ընդհանուր առմամբ մենք կարող ենք ասել, որ 25 թվականը շրջադարձային էր եւ ինչ որ առումով նույնիսկ աննախադեպ էր մեր երկրի արտաքին քաղաքականության թե մշակման եւ թե իրացման պատմության մեջ։ Եվ իմ հյուրերն են քաղաքագետ Սամվել Մելիքսյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ փորձագետ Էդգար Վարդանյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստատողներ, մենք այսօր փորձելու ենք այսպես կարճաժամկետ ժամանակահատված անց, կարճաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ գնահատել, արձագանքել, վերլուծել թե ինչ եղավ մեզ հետ 25 թվականի ընթացքում, ինչ փոփոխությունների ենթարկվեց մեր արտաքին քաղաքականությունը։ Պարոն Մելիքսյան, ուզում սկսենք ձեզ հետ եւ սկսենք մեր անմիջական հարևաններից, հա։ Շատերը օրինակ ասում են առանձնապես ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան էլ տեղից չի շարժվել, խաղաղության պայմանագիրը հենա ստորագրված չի, ընդհանրապես նախաստորագրված է։ Սրան զուգահեռ կան մարդիկ, որոնք ասում են ամեն ինչն է փոխվել։ Հիմա ոնց որ հաճախ մեջտեղն է, չէ՞, երևի թե ճշմարտությունը։ Այո, ես անցած տարի նայեցի մեր անցած տարվա հաղորդումը նաև ամփոփական, հա, որ հենց 2024-ի դեկտեմբերին էր ու փորձում էի հասկանալ նաև ինչքանով էին adekvat այն ժամանակվա մեր գնահատականները ու նաև ընկալումները ու գիտեք ժամանակի ընթացքում լիքը իրավիճակի սրությունները կամ ակտուալ թեմաները մոռացվում են ու ամեն ինչ թվում է, որ այդպես էլ կա, ինչպես հիմա է, բայց ես հիշում եմ մեր անցած տարվա մտավախությունները ինչպիսին էին, կար նույն արևմտյան Ադրբեջանի խոսույթը շատ ավելի ագրեսիվ տարբերակով, ոչ թե այս փաթեթավորման, որ հիմա հնչում է եւ նույնպես անհանգստություն է առաջացնում, այն էր, որ դա նաեւ ռազմական տարուներ իր մեջ, էքսպանսիոնիստական եւ այլն տարածքային պահանջ, այն էր, որ բարբերաբար հնչում էին հայտարարություններ, որ մենք ունենալու ենք ինչ-որ մոտ ապագայում ռազմական գործողություններ, էսկալացիաներ, Ադրբեջանի պաշտպանության նախարարություններ, բարբերաբար հրապարակում ինչ-որ տեղաշարժերի մասին Հայաստանի տարածքից, խոսում են Հայաստանի դեմիլիտարիզացիայի մասին, տարին սկսեց մենք նաև հայտնի Իլհամ Ալիևի հայտարարությամբ, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է, եւ ես հիշում եմ, որ այդ տարի մենք քննարկում էինք նաև հնարավոր սցենարներ էսկալացիայի, նաև հայկական ինչ-որ ռազմական ենթակառուցվածքների հեռահար հարվածների մասին եւ այլն էսկալացիաների հավանականության մասին, սահմանազատման հետ կապված ռիսկերի մասին, որ սա ինչ-որ գուցե դեռ էլի վերջնական չի եւ նաեւ 2025 թվականի սկզբից եւ որ Ալիևը իր այդ հայտարարության մեջ հիշատակեց նաեւ սահմանազատված հատվածի մասին հայտարարություններ արեց, ես հիշում եմ մեր դաշտի մեկնաբանությունը այն էր, որ շուտով Ադրբեջանը դա վերանայելու է եւ այդտեղ ինչ որ էլի էսկալացիաներ են հնարավոր այդ հարցում եւ երբ որ մենք վերադառնում ենք այս տարի եւ գալիս ենք այս տարի ինչ եղավ, մենք տեսանք, որ այն միտումը, որ կար 2024 թվականին, երբ որ մենք չունենք էսկալացիաներ, ինքը շարունակվեց, եւ արդեն հստակ է, որ նախկին շրջանի բոլոր այդ սրացումները, այդ նաեւ երկու կողմերի միջև ինչ որ հրաձգություն եւ այլն այս տարի սկզբնական մասում մենք ունենք էլի տարբեր դրսևորումներ, շատ ավելի ցածր ինտենսիվության եւ տարբերվող, ասենք, երբ որ անմիջապես մարդկանց են թիրախավորում եւ մենք կորուստներ ենք ունենում եւ Վաշինգտոնյան հատկապես Աբու Դաբի Վաշինգտոնյան այդ հանդիպումներից հետո արդեն գրեթե կատարյալ լռություն է այս հարցում եւ լրիվ այլ տարբերակ է եւ մենք այլևս այդ նույն սրությամբ այս թեման օրինակ չենք քննարկում։ Նաեւ անցած տարվա թեմաներից մեկն էր, որ ինչ զարգացումներ են հնարավոր եւ որոնք են այն թեմաները, որտեղ զարգացում կարելի ակնկալել եւ հիմնական թեման, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքներ եւ կոմունիկացիաների հետ կապված խնդիրը եւ այս տարի մենք ունեցանք օգոստոսի 8-ի այդ հայտարարությունը, որտեղ արդեն նաև որոշվեց երևի օբյեկտիվորեն ամենախնդրահարույց տարը հայ-ադրբեջանական հարաբերությունների, հա, այդ թրիպը, որի շուրջ նաև կառուցվում է նաև հարաբերությունների այլ տարերն են կառուցվում եւ կարծում եմ հենց այս զարգացումները, այսինքն բացասական զարգացումներից իմ կարծիքով տարվա սկզբին մենք ունեցանք սահմանազատման հետ կապված հայտարարություն, կարևոր, սկզբունքային եւ ճիշտ հայտարարություն,
բայց ցավոք սրտի շարունակական ինչ որ պրակտիկ շարունակություն չունեցավ հողի վրա, թեև այս տարվա վերջին եղավ Գաբալայում հանդիպումը եւ վերահաստատվեց այն սկզբունքները վերահաստատվեցին, որոնց շուրջ պայմանավորվել էին դեռ տարվա սկզբին եւ կարող ենք ակնկալել, որ մոտ ապագայում ինչ որ զարգացումներ կլինեն։ Երրորդ թեման դա հայ-թուրքական հարաբերություններն էր, երբ ակնկալիքներ կար, որ կլինեն դրական զարգացումներ եւ այս տարի արդեն կարող ենք ասել, որ կա այդ դանդաղաշարժությունը։ Իհարկե այդ տեմպերը, որ մենք ունենք, իրենք մնում են, այսպես ասած, ավելի իմ կարծիքով մեր կողմերը պատրաստ կարող են ավելի արագ շարժվել, բայց այն, որ այդ միտումները շարունակվում են եւ դրանք դրական միտումներ են, դա շատ կարեւոր է եւ ինչպես հայտնի է, մյուս տարվա սկզբին հավանաբար մենք կունենանք նաեւ զարգացումներ հայ-թուրքական հարաբերություններում, այսինքն սրանք բոլոր այն կետերը, որոնց շուրջ անցած տարի մենք ավելի շատ մեծ հարցականներ ունենք, այս տարի կարող ենք բոլոր այդ թեմաներից ավելի մեծ վստահությամբ խոսել, եթե անցած տարի ես հիշում եմ նաև իմ կողմից, երբ որ ես նշում եմ, որ էսկալացիայի ռիսկը 2025 թվականին շատ ցածր է, ես հիշում եմ ինչքան ոչ պոպուլյար էր այդ տեսակետը եւ նաև ինձ համար էր դա խնդրահարույց, իսկ եթե ինչ-որ էսկալացիաներ լինի այս իմ համոզմունքները, որ ձևավորվել են 2024 թվականի ընթացքում մնացած հարցերում ինչ զարգացումներ կարող են լինել, այսինքն ամեն ինչ շրջվելու է եւ արդեն ես ունակ չէի կարող հասկանալ ինչ է կատարում հայ-ադրբեջանական հարաբերությունում, բայց իմ կարծիքով այն տարերը, որ 2024 թվականին մենք տեսանք, թույլ են տալիս բավականին կանխատեսելի զարգացումներ ենթադրել հայ-ադրբեջանական եւ նաեւ հայ-թուրքական հարաբերություններում, դրանք դանդաղ, ինչպես նշեցի, զարգացումներ են, բայց գուցե անխուսափելի այս փուլում ու այստեղ իհարկե աշխատանք է պետք, ինչպես դուք եք սիրում ասել, տնային աշխատանք, որ պետք է կատարել այս բոլոր հարցերը։ Պարոն Վարդանյան, պարոն Մելիքսյանը խոսեց մեր անմիջական հարևանների մասին, դրան զուգահեռ էական փոփոխություններ կա, որովհետև ես չեմ հիշում որևէ տարի, որ Հայաստանը այսքան պետությունների հետ ստորագրեր այսքան փաստաթղթեր, ընդ որում դրանց մի զգալի մասը դրանք հենց ռազմավարական գործընկերության օրակարգ են կամ ռազմավարական գործընկերություն են կամ ռազմավարական գործընկերության նպատակի մասին են։ Սա ինչի մասին է, ինչ ենք մենք սա անում։ Շատ կարևոր հարց է, կարծում եմ անում ենք շատ պարզ պատճառով։ Մենք ցանկանում ենք, ինչպես մոդայիկ է այդ բառը արդեն դարձել հայաստանյան քաղաքական դիսկուրսում, իրականացնել դիվերսիֆիկացիա։ Ինչու ենք ուզում դիվերսիֆիկացիա իրականացնել, որովհետև մեր փորձը ցույց է տվել, որ կախվածությունը մեկ պետությունից լավ բանի չի բերում։ Այդ կախվածությունը վաղ թե ուշ կարող է օգտագործվել մեր դեմ եւ մենք ի վիճակի չենք դիմագրավել մարտահրավերների տարատեսակ։ Եվ որպեսզի այդ կախվածությունը չլինի, հատկապես երբ որ դու կախված ես ավտորիտար պետությունից, հատկապես երբ որ դու կախված ես բավականին ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարող եւ նաեւ միջազգային իրավունքը ուղղակիորեն ոտնահարող, պետությունից, բնականաբար ոչ մի լավ բան դա քեզ չի բերի։ Եվ դիվերսիֆիկացիան տեսնում ենք, որ տեղի է ունենում իսկապես շատ տարբեր ուղղություններով։ Այստեղ իհարկե մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ դիվերսիֆիկացիան օրինակ, դրսևորվում է ինչ կերպ, ինչ նկատի ունեմ։ Իհարկե հասկանում ենք, որ դիվերսիֆիկացիան, ինչպես արդեն բազմիցս էլի նշվել է, դա այն տեսակի միջազգային հարաբերություններն են, այն տեսակի արտաքին քաղաքականությունը, երբ որ դու փորձում ես տարբեր աշխարհակաղակական կենտրոնների հետ ունենալ լավ հարաբերություններ, այդ թվում նաև ոչ միայն աշխարհակաղակական կենտրոններ, այլ նաև այնպիսի պետությունների հետ, որոնց հետ դու ունես ինչ-որ ընդհանուր բան կամ որոնք կարող են նաև քեզ առաջարկել ինչ-որ մի բան, որը քեզ շատ կարևոր է, շատ անհրաժեշտ է քեզ համար։ Բայց այստեղ իհարկե տոկոսային հարաբերակցության հարց կա։ Այս հարցը շատ քիչ է քննարկվում, որովհետև դիվերսիֆիկացիայով, բայց այնուամենայնիվ օրինակ կարելի է արդյոք դիտարկել դիվերսիֆիկացիա այն քաղաքականությունը, երբ որ օրինակի համար դու 70%-ով կախված ես ինչ-որ մեկից, 30% կախվածությունը, չգիտեմ, օրինակի համար մի 10-15 կետերի մեջ է տարածվում։ Դժվար թե, բայց այն որ
դու փորձում ես այսօր այնպես անել, որ իսկապես որևէ մեկից շատ կախված չլինես, այլ շատ-շատերից քիչ կախված լինես, սա միանշանակ է եւ ես տեսել եմ այդ քաղաքականությունը այս տարվա ամբողջ ընթացքում։ Եվ տեսեք ինչն է այստեղ, բայց այնուամենայնիվ կարևոր։ Օրինակ, ես 3 կետ կնշեի, 3 ձեռքբերում, 3 կարևոր բան, որը տեղի ունեցել այս տարի։ Առաջինը դա հենց ընդհանուր այդ դիվերսիֆիկացիայի քաղաքականության ինստիտուցիոնալիզացիան է, երբ որ մենք գետնի վրա արդեն տեսնում ենք, որ դա տեղի է ունենում եւ բավականին հաջող է, ես կասեի, տեղի ունենում, որովհետեւ այո, շատ ճիշտ նշեցիք, աննախադեպ կերպով, այսինքն բազմաթիվ երկրների հետ մենք ունենք խորհրդային ռազմավարական բնույթի հարաբերություններ, մեմորանդումներ են ընդունվել, գործողությունների ծրագիր եւ այլն եւ այլն։ Նշենք, Միացյալ Նահանգներ հունվար ամսին, իդեպ սա շատ կարևոր է նշել, որ մենք փաստորեն ռազմավարական գործընկերության այդ մեմորանդումը ընդունեցինք նախորդ վարչակազմի, այդպես վերջի շրջանում, հա, եւ այն շարունակություն ունեցավ։ Ոչ միայն շարունակություն, այլ զարգացում։ Դուք հիշում եք, երբ որ դա ընդունվել էր, ինչ էին ասում։ Այո, ասում էին, որ այ հիմա կգա Թրամփը եւ այդ ամբողջ այդ փաստաթուղթը կգցի մի կողմ եւ վերջ։ Բայց մենք տեսանք, որ լրիվ հակառակը եղավ, ոչ միայն, այսինքն դա չդրվեց մի կողմ, այլ նաև զարգացումներ ունեցանք մենք, համաձայն այդ փաստաթղթի։ Հայաստան Եվրամիություն, նորից, բոլորը ասում են, այսինքն բոլոր եվրոպական գործընկերները, ասում են նաև բնականաբար Հայաստանը, որ երբևէ այսքան մոտ չենք եղել Եվրամիությանը, Եվրոպային, քան հիմա։ Երբևէ այդպիսի բան չի եղել։ Եվ մենք ունենք էլի ռազմավարական ուրեմն բնույթի համագործակցություն եւ մենք ստանում ենք աջակցություն եւ ամենակարևոր բաներից մեկը, որ արդեն երկրորդ կետն է ուզում նշել, հենց երկրորդ կետը վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին եւ ընդհանրապես այդ այսպես ասենք ուղղությանը։ Մենք ընդունեցինք օրենք, համաձայն որի մենք շարժվում ենք Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով, այդ ուղին ենք բռնել։ Եվ այդ ուղին բնականաբար շատ կարող է երկար տևել, բայց ճանաչվել է Եվրամիության կողմից, որ ահա, մենք ունենք այսպիսի պետություն, որը արդեն ունի օրենք, մենք ողջունում ենք նշվել է եւ բնականաբար ավելի սերտ համագործակցություն ենք ակնկալում եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս արագ այդ գործընթացը դեպի եվրոինտեգրման այդ մակարդակը տեղի ունենա, հա, հասկանալի է, որ եվրոինտեգրումը տարբեր մակարդակների կարող է լինել, սա ամենաբարձրագույն մակարդակն է, չէ՞, բնականաբար, երբ որ դու Եվրամիության անդամ ես դառնում, բայց նաեւ ասվել է հետեւյալը, որ նույնիսկ եթե մենք չդառնանք Եվրամիության անդամ, այդ ճանապարհը արդեն իսկ մեր, այո, մեր դիմադրողականությունն է պնդացնելու, մեր սուվերենությունն է ուժեղացնելու, մեր ստանդարտների հարցն է լուծելու, այսինքն բարձր եվրոպական ստանդարտների ենք սկսելու համապատասխանել տարբեր առումներով, տարբեր ոլորտներում։ Հաջորդ բանը, երրորդ, հա, կետը, դա բնականաբար խաղաղության, այսպես ասենք, հաստատմանը միտված հսկայական քայլ առաջներ, որ մենք ունեցանք։ Տեսեք, չեմ ասում, որ մենք արդեն հաստատեցինք այսպես խաղաղություն, կայուն եւ այլն, բայց մենք իսկապես կատարել ենք այնպիսի մի քայլ, որը դժվար էր պատկերացնել, օրինակ, անցյալ տարի, որ այդպիսի բան կարող է լինել։ Եվ Վաշինգտոնյան համաձայնագրերը ըստ էության նաեւ իհարկե այդտեղ պաստորեն Հայաստան, Միացյալ Նահանգներ հարաբերությունների մասին են նաև, բայց Հայաստան-Ադրբեջան ուրեմն հարաբերություններին վերաբերող հատվածը բնականաբար չափից ավելի կարևոր է եւ այն, որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, դա նշանակում է, որ մենք արդեն շատ մոտ ենք այդ խաղաղության ինստիտուցիոնալիզացիային եւ ըստ էության նաև սա նշանակում է, որ միջազգային ասպարեզում ձևավորվել է այնպիսի ընկալում, որ մենք արդեն կոնֆլիկտը դրել ենք մի կողմ։ Եվ սրա մասին նաև հայտարարել են բոլոր կողմերը, այդ թվում նաև Միացյալ Նահանգները որպես դիտորդ, այսպես ասենք, հա, եւ
Գիտեք, մենք այո, նշվեց, որ սկզբից կային, չէ, որոշակի այսպես մտահոգություններ եւ այլն, որ կարող են լարումներ լինել, էսկալացիաներ լինել, չեղան էսկալացիաներ։ Դա շատ կարևոր ձեռքբերում է եւ մենք տեսնում ենք, որ առնվազն գետնի վրա ամրապնդվել է ոչ պատերազմ իրավիճակը։ Եվ այլ առումներով գնում ենք արդեն դեպի խաղաղություն, առնվազն այսպես ասած այդ նեղ խաղաղությունը որոշակի պոտենցիալ, որը ունի դառնալու արդեն այսպես ասած line խաղաղություն, expanded peace։ Եվ գիտեք, այս առումով նաև ես կարծում եմ, որ շատ կարևոր է նաև այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ միայն այսպես պրոակտիվություն է ինչ որ չափով նաև դրսևորվել, սա էլ է շատ կարևոր, որովհետև որպես կանոն ռեակտիվ է եղել մեր արտաքին քաղաքականությունը, բայց հենց այս տարի մենք տեսանք պրոակտիվության որոշակի դրսևորումներ, առնվազն որոշակի դրսևորումներ, եւ նաև ես կարծում եմ, որ նաև որոշ առումներով, օրինակ Ռուսաստանի եւ Իրանի ուղղությամբ, նաև Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է այսպես ասենք որոշակիորեն զսպել դեստրուկտիվ որոշակի գործընթացներ Հայաստանի նկատմամբ։ Եվ դա նույնպես շատ հաճախ դա չի նկատվում, մոռացվում է, բայց կարծում եմ օրինակ այն հանգամանքը, որ օրինակ Իրանում կային, ճիշտ է, այսօր էլ Իրանի որոշակի շրջանակներում, հա, էլիտայի որոշակի շրջանակներում էլի մտահոգություններ են հայտնում թրիփի հետ կապված, բայց մենք տեսանք, որ սկզբից շատ ավելի ուժգին էին այդ մտահոգությունները եւ դրա այսպես ասած դրանից շատ կարճ ժամանակ անց, օրեր անց, երևի, եթե չեմ սխալվում, Հայաստան-Իրան ուրեմն այսպես ասած էլի մեմորանդում, հա, եթե չեմ սխալվում, կնքվեց եւ ասվեց պաշտոնական մակարդակով, որ մեզ բավարարել է այն բացատրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված, որը որ ներկայացվել է TTIP-ի հետ կապված, այսինքն այսպես ասենք ակտիվ առնվազն, հա, դիմադրություն այդ ամենին Իրանի կողմից չի եղել եւ նաեւ թեև չգիտեմ խոսենք դրա մասին թե չէ այսօր Ռուսաստանից մենք տեսնում ենք որ կան հիբրիդային հարձակումներ, հիբրիդային այդ սպառնալիքները եւ այլն, բայց այնուամենայնիվ տեսեք հարաբերությունները կարելի ասել նորմալ են Հայաստան Ռուսաստան հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, այսինքն չէին կարող ավելի լավ լինել իմ կարծիքով, քան այսօր կա։ Այո, դա նորմալ են հենց այդ առումով, որ այսինքն տեսեք, այնպես չի էլի, որ մենք ինչ որ, այսինքն օրինակ Ռուսաստանը չի դիտարկում մեզ որպես թշնամական երկիր, չէ, չի կտրել գազը, չգիտեմ, ինչ որ բաներ չի թանկացրել, եւ նաեւ կան տնտեսական հարաբերություններ, այլ բան որ մենք այսօր խոսում ենք այն մասին, որ իրականում պետք է այնպես անել, որ այսինքն այդ տնտեսական կախվածությունը իրականում թուլանա, բայց փաստը նաև այն է, որ այնուամենայնիվ, այսինքն այստեղ այդ հարաբերությունները կան եւ երկու կողմերն էլ այս առումով շահում են, այսինքն ուզում եմ ասել այդ լարվածությունները, որոնք կարող էին լինել, դեստրուկտիվ ինչ որ քայլերը շատ այսպես կոշտ կերպով ուղղված Հայաստանին եւ Հայաստանի մասնակցությամբ տարբեր ծրագրերին, նաեւ հաջողվել է որոշակիորեն չեզոքացնել։ Իդեպ նաեւ չգիտեմ, էլի կարող այդ բան չանենք, հետո չմոռանանք, որ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք, հա։ Չմոռանանք, որ Իսրայել այց եղավ, հա, փոխարտգործնախարարի մակարդակով եւ այդտեղ էլ որոշակի էլի պայմանավորվածություններ կան, այսինքն չգիտեմ, կարող է ինչ որ բան բաց թողնենք, բայց ուզում եմ ասեմ, այս ամեն ինչը ցույց է տալիս, որ ըստ էության արտաքին քաղաքական ասպարեզում տեղի ունեցել շրջադարձային կարելի ասել փոփոխություններ, դրական փոփոխություններ Հայաստանի համար, եւ իհարկե հիմա մենք կարող ենք ասել, որ այդ փոփոխությունները նաեւ օբյեկտիվ պայմաններով էին, որ նաեւ մեր գործընկերներն են, չգիտեմ, ասենք հասկացել, ընթառաջ եկել, որ պետք է ավելի այսպես ակտիվ լինեն, ոչ միայն դա մեր արտաքին քաղաքական, այսպես արտաքին քաղաքականությամբ զբաղվող համապատասխան մարմինների կամ մարդկանց շնորհիվ է, բայց բնականաբար առանց
ակտիվ պրոֆեսիոնալ, ուրեմն այսպես ասած, հա, գործնեության անհնարին էր, դա ինչքան էլ որ օբյեկտիվ պայմանները նպաստող լինեին, ինչքան էլ որ մեր գործընկերները, այսպես ասած, ընդառաջ գնային կամ շահագրգռված լինեին մեր հետ շատ ավելի խորքային հարաբերություններ ունենալ։ Շնորհակալություն, ես մի քանի բան կհավելեմ։ Ես ամբողջովին համաձայն եմ ձեր հետ հարգելի գործընկերներ, բայց իմ կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ամենաէական փոփոխությունը 25 թվականին ներքին բնույթի է։ Ինչքան դա պարադոքսալ է հնչում, բայց իմ կարծիքով փոխվել է մտակերտվածքը նրա, թե մենք ինչպես ենք վարում արտաքին քաղաքականությունը եւ ինչի վրա հիմնված ենք կառուցում մեր արտաքին քաղաքականությունը։ Տասնամյակներ շարունակ արտաքին քաղաքականությունը Հայաստանում ձևավորվել է եւ ձևակերպվել է որպես կցորդ, որպես շարունակություն հայտնի ուժային կենտրոնի Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության։ Ավելին, ըստ էության նաև փորձ ա եղել ինքնասահմանափակվելու ինչ որ քառակուսու մեջ, որտեղ կան մի քանի խնդիրներ, առաջին հերթին անվտանգային բնույթի, եւ կարծես այդ խնդիրների լուծմանը կամ դրանց լուծումները արկախելու դիմաց, այս ստատուս քվո ապահովելու դիմաց, Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը հայտնի չափով արտապատվիրակել էր Ռուսաստանին։ Այ որ այս մի բանը դուք մեր համար կապավեք, մնացած ամեն ինչը կլինի ձեր ասածով։ Սա է եղել ընդհանուր առմամբ կոնստրուկտը, որում դա եղել է կոնստրուկտ բոլոր 3 նախագաների կառավարման տարիներին, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց բոլորի օրոք ընդհանուր առմամբ կոնստրուկտը եղել է դա, սրա երևի թե ամենա սիմվոլիկ օրինակը դա սեպտեմբերի 3-ն է։ Երբ որ Հայաստանը 2-3 տարի պատրաստվել էր Եվրոպական միության հետ խորը համապարփակ առևտրի շրջանակային համաձայնագիր ստորագրون, հետո մի գիշերվա ընթացքում, այսպես Պուտինի հետ առանձնազրույցից հետո Սերժ Սարգսյանը քրտնած, կարմրած, հեվակտուր ուրեմն բանով սկսեց ասել, որ մենք ՀԱՏՄ ենք գնում, մենք միշտ էլ ուզեցել ենք ՀԱՏՄ գնանք, դուք մեզ սխալ եք հասկացել։ Իդեր մի քանի ժամ առաջ հենց հարապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները ասում էին, որ այդպես բան չկա։ Չի կարող։ Իր վարչապետը հոդված էր գրել, որտեղ հիմնավորել էր, որ Հայաստանը չի կարող ՀԱՏՄ մաս դառնալ, հետո այդ նույն վարչապետը գնաց ՀԱՏՄ նախագահ։ Ասենք սա ես կարծեմ ամենամեծ փոփոխությունն է, ընդ որում նաև եկեք որպեսի ազնիվ լինենք, ֆիքսենք, որ այդ փոփոխությունը չի եղել պրոակտիվ կերպով, այդ փոփոխությունը եղել է ռեակցիա։ Այդ փոփոխությունը եղել է ռեակցիա Ռուսաստանի գործողություններին։ Այսինքն Ռուսաստանը անգամ ինչ այն մինիմալը, ինչ որ մենք իրենցից ակնկալում ենք, չի արել, մենք կանգնել ենք կոտրված տաշտակի առջև եւ ստիպված ենք եղել ըստ էության գնալ զենք այլ տեղից գնել, ստիպված ենք եղել գնալ փորձել թուրքերի հետ լեզու գտնել, ադրբեջանցիների հետ լեզու գտնել։ Այսինքն մենք դրան գնացել ենք ստիպված։ Մեզ ռուսները ստիպել են իրենցից մեր կախվածությունները սկսել նվազեցնել։ Անկեղծ նրա համար ընդունենք, որ սա եղել է ռեակցիա։ Երկրորդ ուրեմն կարևոր փոփոխություն էլի մտակերտվածքի դա ես հիշում եմ դեռևս 90-ականներից Հայաստանում կար այդ բանավեճը, բայց ինչպես եւ շատ այլ ինտելեկտուալ բանավեճեր 90-ականների կեսերին դրանք թաղվեցին ուղակի մի կողմից պաթոսի, ռազմահայրենասիրության եւ սոցիալական խնդիրների տակ, դա երրորդ ուժի բացառման բանավեճներ։ Ես գործընկերներ դուք շատ լավ կհիշեք, որ ժամանակին դա 90-ականներին Հայաստանում ամենալուրջ բանավեճերից մեկն էր։ Եվ վերջում մենք ինչի վրա ենք կառուցելու մեր հարաբերությունները հարևանների հետ։ Այն նախապաշարմունքի վրա, որ կա մի հատ երրորդ ուժ, որը որ գալու է մեզ փրկի չար թուրքերից, թե չկա այդ երրորդ ուժը, եւ մենք չար թուրքերի հետ պետք է մեր հարաբերությունները կառուցենք ինքնուրույնաբար։ Ըստ էության Հայաստանում հաղթել էր առաջին դպրոցը, որ կա մի հատ երրորդ ուժ, որը որ մեզ պաշտպանելու է։ Ակտորը ընտրված է Ռուսաստանը, դա իմիջիայից այնքան էլ էական չի, թե ով էր ընտրված ակտորը, որտեղ ես տեսնում այսօրվա դիսկուրսի մեջ կան ահագին բաներ, ուրեմն փորձագետներ, քաղաքական ուժեր, տարբեր ինչ ուզում եք ասեք, որոնք ասում են այդ երրորդ ուժի սկզբունքը ճիշտ էր ընտրված, որ մեզ երրորդ ուժա պետք որպես պաշտպան սուբյեկտներ։ Այ հիմա եկեք օրինակ համար դա վստահենք ամերիկացիներին, մարդիկ կան ասում են դա վստահենք եվրոպացիներին, մարդիկ կա Հնդկաստանին են ուզում դա վստահել, կա էկզոտիկ տարբերակ Իրանին դա վստահել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն sense տարբեր ճաշակը ոնց որ ասած որ երկրին ավելի բռնում է, տենց իրանք պետք է մեզ պաշտպանեն եւ փրկեն թուրքերից։ Բայց ուրախալիորեն պետք է նշենք, որ այս ամեն ինչին զուգահեռ այ երկրորդ դպրոցը, որը որ ասում է չկա ուժ, որի հետևը մենք կարողանալ ենք թաքնվել եւ ուրեմն մենք ստիպված ենք, պարտադրված ենք լեզու գտնել մեր հարևանների հետ, կարծես թե նոր այս 2025 թվականին առնվազն իշխանության մեջ դարձավ դոմինանտ սկզբունքը եւ մոտեցումը արտաքին քաղաքականություն կառուցելու տրամաբանության մեջ։
Սրանք ներքին փոփոխություններ են։ Երկրորդ, որ ես ուզում եի խոսել տենդենսների մասին։ Ես հիշում եմ, օրինակ 23-ին, 24-ին մենք հիմնականում նեղսրտում էինք, դժգոհում էինք, բողոքում էինք, անհանգստանում էինք կոնֆլիկտներից, առճակոտումից, գիտեք, շիկացած իրավիճակից, պատերազմից, ներխուժումից, ես հիշում եմ մինչև 24 թվականի անգամ ավարտը, բավականին իրատեսական մենք մտավախություն ունենք ներխուժման, բայց 25 թվականին մեր հիմնական մտահոգությունը ըստ էության այն էր, որ խաղաղության process-ը գնում է դանդաղ, կամ առնվազն ավելի դանդաղ, քան մենք այն կուզենայինք տեսնել։ Սա ես կարծում եմ շատ էական փոփոխություն է տենդենսների ուրեմն վերլուծության մեջ, հա։ Հաջորդ էլեմենտը դիվերսիֆիկացիա։ Թեպետ հարգելի գործընկերներ, դուք շատ բան ասացիք դիվերսիֆիկացիայի թեմայով, ես մի բան կուզեմ հավելեմ։ Նախկինում Հայաստանում տարբեր փորձեր եղել են ուրիշ բառ օգտագործելով անելու նույն բանը, հա, այդ կոմպլիմենտարիզմ, չգիտեմ, հավասարահեռություն, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն եւ այլն։ Ինչն էր դարձնում այդ քաղաքականությունը անհնար նախկինում, որ փոխվել է հիմա։ Դե առաջինի մասին այս ներքին փոփոխություններն են, որոնց մասին արդեն բավականաչափ կարծում խոսեցի, բայց մի բան է կա։ Ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիա, բազմավեկտորություն, չգիտեմ, կոմպլիմենտար, այդ ամեն ինչը հնարավոր է միայն մի պարագայում, եթե դա սկսվում է քո սահմաններից։ Չես կարող դու որպես պետություն ունենալ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, քանի դեռ քո սահմանների 80%-ը փակ են։ Չի լինում այդպես, հասկանում եք, քեզ դեպի Եվրոպա, դեպի եվրոպական շուկա, դեպի եվրոպական տնտեսություն ճանապարհներ են պետք։ Քեզ դեպի գլոբալ հարավ, դեպի ծոց ճանապարհներ են պետք։ Քեզ կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան հենց նույն ճանապարհներ են պետք։ Այսինքն խոսել դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության մասին մի պարագայում, երբ որ քո 4 հարևաններից երկուսը դու ունես կոնֆլիկտ, ընդ որում այդ երկուսը քո սահմանների 80%-ից ավելին են տիրապետում, դա լուրջ չէ։ Եվ ուրեմն նաև պետք է ֆիքսենք, որ մեր դիվերսիֆիկացիա այս քաղաքականությունը, որ հիմա հրճակված է որպես առաջնահերթություն, ինքը իրատեսական է եւ հնարավոր է այնքանով, որքանով իրատեսական եւ հնարավոր է հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Եվ վերջապես կուզեի անդրադառնալ նաև Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների զարգացմանը, այո, պարոն Վարդանյան, ես ձեր հետ համաձայն եմ, որ աննախադեպ մակարդակի է բարձրացված հայ եվրոպական հարաբերությունները, իսկապես մենք երբևիցե այսքան մոտ չենք եղել իրար, ինչքան հիմա ենք, եւ ես ձեզ ասեմ ավելին, եթե այն ամենը ինչի շուրջ մենք հասել ենք պայմանավորվածության 25 թվականի ընթացքում, առաջիկա 2-3 տարիների ընթացքում իմպլեմենտացվի, այդ հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի կբարձրանան, բայց այս ամեն ինչին զուգահեռ մենք ձեզ հետ պետք է արձանագրենք նաեւ մի բան։ Մենք այս հարաբերությունները հասցրել ենք առնվազն իրավապայմանագրային բազայով այն հնարավոր առաստաղին, որը որ կա, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Սրանից ավելին Հայաստան-ԵՄ հարաբերությունները չեն կարող լինել նորից, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Որտեղ սրանից մի քայլ ավելը դա արդեն խորը համապարփակ առևտրի շրջանակային համաձայնագիրն է, դա ասոցիացիան համաձայնագիրն է, դա ազատ առևտրի գոտին է, որտեղ ծառայությունները, ապրանքները պետք է ազատորեն տեղաշարժվեն, իսկ Հայաստանը նո առնվազն մինչև այս պահը ընտրել է մեկ այլ ինտեգրացիոն գործընթաց, ընտրելա բառը մի քիչ երևի թե դժվարությամբ հակարից տեղ ասել, բայց համեմատած գտնվում է մեկ այլ ինտեգրացիոն գործընթացում, որտեղում որ ինքը գտնվում է եւ առաջիկա տարիներին մեզ սպասում է երևի թե Հայաստանի պատմության մեջ ամենակարևոր որոշումներից մեկը։ Մենք որ ուղղությամբ ենք տանում այս երկիրը։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ այս այն թե մենք այս առաջիկա մի քանի տարիներ ինչպես ենք օգտագործում։ Այ երկիրը պատրաստվում է այդ որոշումը կայացնելու կարողությանը, թե չի պատրաստվում, որտեղ գիտեք, եթե օրինակ համար մեզ այսօր արտադրեն այդ որոշումը կայացնել, ես վստահ եմ, որ մենք ի վիճակի կլինենք որոշում կայացնել, եւ շատ կարեւոր է այդ ի վիճակի լինելու կարողությունը վերականգնել, ձևավորել, որպեսզի դու կարողանաս այդ որոշումը կայացնես։ Եվ վերջապես վերջին բանը, որ կուզեի հավելել, մեր երկու մյուս հարևանների թեմայով, Վրաստանի եւ Իրանի թեմայով, Իրանի թեմայով պարոն Վարդանյան, ըստ դուք շատ լավ ներկայացրեցիք իրավիճակը, որ եթե սկզբնական փուլում կար այսպես ինչ-որ ճգնաժամային նոտաներ, դրանք երևի թե հայկական կողմի ակտիվ նախաձեռնողական այսպես աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ կառավարելի պահել, բայց այնուամենայնիվ կան բարձրաստիճան բավականին պաշտոններ, հատկապես հոգևոր գերագույն հոգևոր առաջնորդի ուրեմն անմիջական շրջապատից, որտեղից մենք լսում ենք բավականին մեծ անհանգստացնող հայտարարություններ, եւ այս թեմայով մենք պետք է շարունակենք աշխատել։ Սա երևի թե մեր առաջնահերթություններից մեկը պետք է լինի։ Սրան զուգահեռ մեզ գնալով եւ ավելի անհանգստացնող է դառնում այն, ինչ որ տեղի ունենում Վրաստանում։ Եթե մի փուլում մենք տեսնում ենք, որ կար խտրական վերաբերմունք, կար խնդիր հայ, ուրեմն
տրանսպորտային եւ լոգիստիկ կազմակերպությունների աշխատակիցների եւ դրանց աշխատանքների կազմակերպման տեսանկյունից, հապա մի քանի շաբաթ առաջ մենք տեսանք, որ նույնիսկ ստեղծվեց նաեւ Ադրբեջանի համար։ Չգիտեմ, դա շարունակվում է թե չի շարունակվում, բայց այդ հայտարարությունները մենք տեսանք։ Ու սա այլևս չի կարող լինել պատահականություն, սա չի կարող լինել, չգիտեմ, ճաշակի հարց, սա նպատակադրված քաղաքականություն է եւ ես օրինակ կուզեմ մենք նաեւ խոսենք այդ քաղաքականության մասին, այն ինչ որ Վրաստանը անում է, արդյոք Վրաստանը դա անում է միայնակ, թե անում է մեկ այլ ուժային կենտրոնի պատվերով, որը որ շահագրգռված չէ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Պարոն Մելիքսեսյան, վստահ եմ, որ շատ բան կունենաք ասելու, բայց կխնդրեմ հատկապես նաեւ պատասխանել Վրաստանի հարցին։ Դե սկսենք երևի վերջից։ Իմ պատկերացմամբ այնուամենայնիվ, քանի որ ես երևի ամենավերացամետ մարդկանցից եմ, իմ կարծիքով Վրաստանի գործընթացները ուղիղ կապ չունեն այն պատկերացման, որ ինքը ինչ որ Ռուսաստանի ծրագրեր է իրականացնում, բայց այն, որ Վրաստանը տարբեր խնդիրներ է ստեղծում եւ ստեղծում է ինչ որ դրդապատճառներով, եւ դրանցից մեկը նույն արևմուտքի հետ լեզու գտնելն է, հավանաբար, դրանցից մեկը նաեւ շեշտել իր այն մոնոպոլ ունիկալ դերակատարությունը այդ թվում կոմունիկացիաների հարցում, որ ինքը ունեցել է վերջին 30 տարիներին եւ որ մենք ունեցել ենք կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, եւ սա կարեւոր խաղաքարտ է եւ հայ-վրացական եւ վրաց-ադրբեջանական հարաբերություններում եւ այս լեզուն Վրաստանը սկսել է կիրառել գրեթե բոլորի դեմ, դա Եվրամիության դեմ է, ինքը կիրառում դա Հայաստանի, Ադրբեջանի դեմ, փորձում է ավելացնել իր նշանակությունը եւ հիշեցնել, որ առանց իրեն մենք շատ ավելի թույլ եւ կախված վիճակում ենք գտնում, հատկապես Հայաստանը, եւ այս խնդիրները մենք ունենք դեռևս 2024 թվականին, երբ որ Հայաստան եկող հատկապես զինամատակարարումները Եվրոպայից ինչ որ խոչընդոտների էին առնչվում Վրաստանում, այս տարի այս միտումը շարունակական դարձավ եւ եթե ինչ որ ուղղագիծ դրամաբանությամբ շարունակվի, մենք իսկապես ունենալու ենք լրջագույն խնդիրներ ու հենց այս համատեքստում շատ կարեւոր են մեր հարաբերությունների զարգացումը եւ նաեւ դիվերսիֆիկացումը այս հարցում, այսինքն հայ-ադրբեջանական սահմանի եւ դուք գիտեք, որ նաեւ ադրբեջանցի փորձագետների հետ նաեւ ԶԼՄ-ների հետ շփումները, ինչը արդեն հնարավոր է, նաեւ մեր կենտրոնը, հայկական խորհուրդը առաջարկում է ուղիղ այս տրանզիտի կապի գաղափարը, որը նաեւ որոշակի ըմբռնում է գտնում հակառակ կողմից, մենք գիտենք վերջին հրատարակությունները ադրբեջանական ԶԼՄ-ների, այսինքն սա նույնպես զարգացումներից դրամաբանական մեկն է, որ մյուս տարի հավանաբար մենք կունենանք ինչ որ առաջընթաց այս հարցում, շատ կարևոր է հայ-թուրքական սահմանի բացումը, մասնակի եւ հետագայում զարգացնելը, կարծում եմ հատկապես տրանզիտի հարցում սա կարևոր է նաեւ Թուրքիա-Ադրբեջան տրանզիտի համատեքստում, ինչի մասին վարչապետը նույնպես խոսել է։ Այ Իրանի հետ կապված իմ մտահոգությունները ավելի մեծ են եւ ես կարծում եմ հենց այստեղ մենք ռուս-իրանական համատեղ գործողությունների գուցե շանսերը ավելի մեծ են, քան Վրաստանի դեպքում, որովհետեւ Վրաստանը ունի տարածքային խնդիր Ռուսաստանի հետ, իմ պատկերացմամբ Ռուսաստանը երբեք պատրաստ չի լինելու այնպիսի զիջումների գնալ, որոնք բավարար կլինեն Վրաստանին համար եւ հետեւաբար այս խնդիրը լուծում չունի, հանգուցալուծում չունի, վրաց հասարակության մեջ էլ այս տրամադրությունները այնքան ուժեղ են, որ թույլ չեն տալիս իշխանություններին գնալ վճռական Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Բայց Իրանի դեպքում, քանի որ Իրանը ունի այս մեկուսացման միտումը արտաքին միջավայրից, արտաքին հարաբերություններից եւ անցած տարի մենք նաեւ ականատես եղանք անցնող տարի ականատես եղանք Իսրայել-Իրան սրացման հակամարտության, որին մասնակցեց նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ սրանից հետո մենք տեսնում ենք որոշակի ակտիվացում Իրան-Ռուսաստան հարաբերություններում եւ հունվարին իրենք կնքեցին ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, ակտիվ տրանսպորտային կոմունիկացիաների հետ կապված ակտիվ զարգացումներ կան, հիշելով 1.5 ամիս առաջ առաջին գնացքը Ղազախստան-Թուրքմենստան տարածքով Ռուսաստանից մտավ Իրան, հետագայում իրենք կնքեցին պայմանագրեր Կասպից ծովով ծովային հաղորդակցության ակտիվացման մասին, այս վերջերս նաեւ նշված էր, որ պայմանավորվում են եւ մոտիկ են ավարտին հյուսիս-հարավ Ռեշ-Աստարա երկաթուղու շինարարության հարցում եւ արդեն գործնական քայլերի են անցնել ռուսական կողմի հետ, կարծում եմ, եթե միջազգային հարաբերությունների այս տրամաբանությունը շարունակվի, այսինքն ռուս-ուկրաինական պատերազմ, Իրանի հակամարտություն Իսրայելի եւ Արևմուտքի հետ եւ մեկուսացում շարունակական քաղաքական
մենք տեսնելու ենք ռուս-իրանական մանավ արտաքին քաղաքականության մեջ որոշակի սինխրոնիզացում, ինչը հայկական կողմի համար իհարկե անցանկալի եւ վտանգավոր է, բայց լուծումներից իհարկե կարծում եմ նաեւ այս զարգացումները որոշակի հավելյալ մոտիվացիա են տալիս եւ հայկական կողմին եւ ադրբեջանական կողմին եւ նաեւ Թուրքիային ակտիվացնել կարգավորման գործընթացը եւ շատ կարեւոր է որ այս գիտակցությունը լինի, հա, որ բոլորիս համար կարող են շատ անցանկալի հետևանքներ լինել այս զարգացումների դեպքում։ Դուք մի կարևոր նաեւ միտք նշեցիք այդ երրորդ ուժի բացառման գաղափարի համատեքստում, երբ որ մենք նայում ենք հայկական քաղաքական խոսույթը, ինքը ուղղված է ոչ թե խնդիրների լուծում գտնելուն, հա, այն համատեքստում, այն պայմանները, որ մենք հիմա ունենք, ինքը իմ պատկերացմամբ ինչ ենթադրում է ինչ-որ երրորդ հանդիսատեսի, այսինքն որ մենք խոսում ենք մեր խնդիրների մասին, մեր անարդար վիճակի մասին, այսինքն բողոքելու իրավունք է ինչ-որ լսարանի առջև, այդ լսարանը միջազգային ինչ-որ հանրությունն է, որը եթե դու ճիշտ ձևով ներկայացնես քո խնդիրները, քո փոխարեն այնպիսի լուծումներ կանի, որ քո շահերը կպաշտպանվեն եւ այս հանդիսատեսի եւ երրորդ կողմի հա ներկայի դուք գիտեք որ քվանտային ֆիզիկայում կա այդ դիտողի խնդիրը եւ որ ըստ դիտողի պատկերը փոխում է, հա, եթե կա դիտող ալիքը ֆիզիկայում որպես նույն մասնիկը քվանտային եւ որպես ալիք եւ որպես մասնիկ է պահում, այսինքն ըստ դիտողի ներկայությունը ազդում է ֆիզիկական էքսպերիմենտի արդյունքներին։ Մեր քաղաքական այդ ինքնության մեջ այդ դիտողը որ կա, որ Բերլինի կոնգրեսից մենք կարանք բերենք, հա, 300 տարի, հա, հիշում եք, չէ, ցուցադրական ակցիաները, որ պետք է ինչ-որ բողոքի ակցիաներ անել, Եվրոպայում տեսնեն, միջամտեն, հայկական հարցը լուծվի։ Ու բողոքի ակցիաները լինում են, շատ կոշտ պատասխանը լինում էր, ու նաև այդ կոշտ պատասխանը մեզ իրավունք էր տալիս հավելյալ բողոքել իրավիճակի անարդարության մասին, որովհետև պատասխանողը չէ ճանաչում միջազգային իրավունքը, ինքը ուներ ուժի իրավունքը։ Ու դա, ասենք, բարբերաբար մեր պատմության մեջ մի քանի շատ խոշոր ողբերգությունների է բերել, որոնք նույնպես դառնում են ոչ թե հասկանալու, մեզ նյութ են հասկանալու ինչու չպետք է կրկնել նույն սխալները, այլ դարձել են ինչ-որ դրոշներ, որոնցով մենք ավելի ակտիվ ենք, այսպես ասած, փորձում ուշադրությունը գրավել այդ հանդիսատեսի, հա, որ մեր փոխարեն մեր խնդիրները պետք է լուծի։ Ու կարծում եմ այս փաթեթավորումը շատ վտանգավոր է, շատ մանկամիտ է ու ինքը մինչև հիմա շարունակում է նաև հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, որ չկա ցանկություն ընդունել այն պայմանները, որ մենք հիմա ունենք եւ այս պայմաններում գտնել լուծումներ։ Ապագայում, երբ որ մեր տարածաշրջանը կդառնա ավելի, այսպես ասած, միջազգային իրավունքի գերակայության տարածաշրջան, արդեն հարաբերությունների տրամաբանությունը այլ կլինի, բայց չգնահատել, որ այս իրավիճակը, որ մենք ունենք, մոտ ապագայում չի փոխվելու եւ մենք չենք կարող ինչ-որ արտաքին ուժ բերել, որ այս իրավիճակը մոտիվացիա կունենա փոխել այս իրավիճակը։ Ու չհասկանալը, որ սա շարունակական քրոնիկական խնդիր է եղել հայկական քաղաքական մտքի համար մեր պատմության վերջին 150 տարվա ընթացքում եւ շատ ծանր հետևանքներ ունեցել, դրանցից մեկը այնինչ կատարվեց 2023 թվականին, ու դուք հիշում եք նույն Արցախի բլոկադայի հարցում այդ պահը, որ մենք չենք գնում լուծումների, բայց ցույց ենք տալի, որ մենք տառապում ենք եւ ինչ որ մեկը դա տեսնելով կգա եւ մեզ լուծումներ կբերի եւ որ անխուսափելի էր որ հիմա մենք ունենալու ենք լրիվ այլ զարգացումներ հողի վրա եւ ծանր հետևանքներ ունենալու կարծում եմ այս վերջին նույնիսկ զարգացումներից դասեր չքաղելը ու այդ անարդարությունից բողոքելու իրավունքի համար պայքարելը գնալով ավելի ուժեղ տենդենց է դառնում եւ սա վտանգավոր է Կարծում եմ նաև Ռուսաստանի հետ կապված այն, որ այս տարի մենք ինչ-որ հաջողություններ ենք ունեցել զսպելու, չպետք է դրանից շատ ոգևորվենք, որովհետև իմ պատկերացումը այն է, որ այնուամենայնիվ հիմնական զարգացումները դեռ առջևում են, այն, որ ընտրությունների գործոնը կա, այն, որ ռուսական տարբեր վերլուծական ինչ-որ շրջանակներ, քննարկումներ այնտեղից եկող ազդակներ տեքստերի կամ մարդկանց տեսքով այստեղ փորձում են նույն հին հույսերը վերականգնել, որ ոչինչ ավարտված չէ նույնիսկ Արցախյան, Ղարաբաղյան հարցում, որ դեռ Ռուսաստանը ինչ սխալներ է արել իհարկե վերջին տարիներին, բայց ինքը դրանից ինչ որ դասեր է քաղել եւ երկրորդ անգամ չի կրկնի, որ բարձում է
Ադրբեջանը ինչ որ թուրանական օրակարգ է այստեղ ապահովում եւ Ռուսաստանի համար դա վտանգավոր է։ Դրանք մեր ժողովրդական լեզվով ասած գյուլնաստատի այն հեքիաթներն են, որ դեռ հնչել են եւ որոնք ինչ որ նաեւ պրակտիկ արդյունքներ են ենթադրում։ Ես կարծում եմ, որ գալիք այս տարին շատ կարևոր թեստ է լինելու նաեւ հայաստանյան հասարակության եւ Հայաստանի որպես պետության քաղաքական հասունության, որովհետեւ ուղղակի չպետք է տրվել այդ կայթակղությանը, հա, ինքը շատ վտանգավոր է եւ ես կարծում եմ այնտեղից նույնպես լինելու են ավելի ակտիվ քայլեր եւ փորձեր չեղարկել այս զարգացումները, որովհետեւ իրենք իսկապես վտանգավոր են։ Հայ-ադրբեջանական կարգավորումը, հայ-թուրքական կարգավորումը դա չի կարող, գիտեք, օբյեկտիվորեն, եթե մենք դիտարկենք որպես հավասար ինչ որ հնարավորությունների տրամաբանություն, եւ որ ասենք Ադրբեջանի հետ նայեք սահմանը եթե բացվի, ամենահարմար երկիրը, որ մենք կարող ենք գնալ երկաթուղիներով Ադրբեջանի, դա Ռուսաստանն է։ Այնա Կասպից ծով հատելը պարոմներով եւ հետագայում շարունակելը հիմա տեխնիկապես նույնպես ավելի խնդրահարույց է, գիտենք ծովի մակարդակն է իջնում, ծավալների խնդիր կա, այդքան նավատորմ չկա, բայց այ Ռուսաստան գնալը շատ հարմար էր եւ եթե մենք ունենայինք հավասար հարաբերություններ եւ հակառակ կողմը իսկապես ցանկություն ունենար այդ տրամաբանությամբ աշխատել, շատ լավ կլիներ այս զարգացումը, բայց մենք այստեղ քաղաքական տարը կա, որ շատ կարեւոր է եւ սա բերելու է նրան, որ մենք ավելի շատ ընտրություն ենք ունենալու, իսկապես դիվերսիֆիկացիան հենց դրա մասին է, իսկ երբ մենք ունենալու ենք ընտրություն, որոշ հարցերում մոտիվացիա չենք ունենալու երթարկվել այն պատկերացմանը, որ մենք գտնում ենք ինչ-որ այլ երկրի շահերի գոտում, որը ենթադրում է սահմանափակումներ մեր արտաքին քաղաքականության, մեր հարաբերությունների, մեր հարևանների հետ եւ նաեւ ինքնության հարցերում, այսինքն կախվածություն է ենթարկում, որոշակի անազատություն։ Սա շատ կարևոր է եւ ես կարծում եմ, որ սա նույնպես ինչպես սկզբում նաեւ նշեցի, կարևոր է որ գիտակցեն նաեւ մեր երկու հարևանները։ Շնորհակալություն։ Մի միտք եմ ուզում դուրս բերեմ եւ այսպես նույնիսկ շեշտը դրեմ դրա վրա, պարոն Մելիքսյան ձեր խոսքից։ Երբ որ դուք ասում եք, որ ուրեմն կարծես հանդիսատեսի համար է Հայաստանի քաղաքական դիսկուրսը, ամբողջությամբ համաձայն եմ այդ խնդրի հետ ու այդ խնդիրը երևի թե գիտեք հələ Չարենցի երկիր նայրիից է, էլի, ասեն շատ լավ, այսպես պոետիկ կերպով նկարագրված երևում, բայց դա մի էլեմենտ եմ ուզում ավելացնեմ, որը հատկապես այս վերջին Արցախի իրադարձությունների ժամանակ եւս շատ բարձրորոշ երևացին դա, Հայաստանում քաղաքական որոշում կայացնելու եւ այդ քաղաքական որոշմանը պատասխանատվություն կրելու խնդիրն է, որ Հայաստանում քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ունեն խնդիր, գիտեք, ազնվորեն առերեսվելու իրականության հետ այդ իրականությունից բխող ցավալի, ցավոտ որոշումները կայացնելու եւ այդ որոշումների համար պատասխանատվություն կրելու։ Այդ կրավորական կեցվածքը, այդ ռեֆլեկտիվ վերաբերմունքը ամեն ինչին, ռեֆլեքսիվ ներողություն վերաբերմունքը ամեն ինչին, ինքը շատ մեծ խնդիր է Հայաստանում քաղաքական էլիտայի հետ կապված։ Այ պարբերաբար Հայաստանի քաղաքական էլիտան, հայ ժողովրդի քաղաքական էլիտան ցուցաբերում է անընդունակություն առերեսվելու խնդիրների հետ, այդ խնդիրների համար անհրաժեշտ լուծումները թեկուզ եւ ցավալի զիջումների ճանապարհով տալու, քանի դեռ արդեն ուշ չէ։ Այ երբ որ բանից անցնում է, մենք անընդհատ համաձայնում ենք նախորդ փուլի հնարավորություններին։ Պարոն Վարդանյան, համեցեք։ Գիտեք, ես կուզենայի հետեւյալ հարցին կադրադառնանք, շատ կարևոր բան ասվեցին, բայց տեսեք, շատ հաճախ ես նկատել եմ, երբ որ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին եւ երբ որ խոսում ենք երրորդ ուժի բացառման այդ էլի սկզբունքի մասին, ասում են մի վարքյան, եթե դուք այդ ամեն ինչի կողմնակից եք, բայց Եվրամիության անդամ դառնալը այդ ի՞նչ է։ Այսինքն դուք փաստորեն ձեր սուվերենությունը զիջում եք ինչ որ վերազգային կառույցի եւ դուք գնում եք մեկ ուղղությամբ, ասում եք տարբեր ուղղություններով են գնում, բայց գնում եք մեկ ուղղությամբ։ Այս շատ կարևոր թեմա է եւ երևի մի քիչ արժի մանրամասն քննարկել սա, հա։ Նախ, դիվերսիֆիկացիան ինչ է իրանից ներկայացնում, այդ ոչ թե այն է, որ այ մենք, չգիտեմ, 100 երկիր կա կամ 10 կազմակերպություն կա, բոլորի հետ հավասար չափով ունենանք նույն տեսակի հարաբերությունները։ Չէ, դրա մասին չի դիվերսիֆիկացիան։ Բա այս դեպքում, երբ որ դու գնում ես, ասենք, դառնում ես ինչ որ մի միության անդամ, ակնհայտ է, չէ՞, նաև որ
դու միության անդամ դառնալով ունենում ես այդ միությունում շատ ավելի խորքային հարաբերություններ այդ միության մաս հանդիսացող պետությունների հետ, քան այլ պետությունների հետ։ Հիմա ակնհայտ է, չէ՞ որ Եվրամիության անդամ պետությունները, հիմա չգիտեմ, ասենք պայմանական վերցնենք Բելգիան, չգիտեմ, Լեհաստանը, ասենք Ֆինլանդիան, իրենք ում հետ ավելի խորքային հարաբերություններ ունեն Եվրամիության անդամ երկրների հետ, թե այլ երկրների, իհարկե Եվրամիության անդամ երկրների հետ։ Ընդհանուր միասնական շուկա կա նախ եւ առաջ, չէ՞, այդ միության մեջ։ Դա է նաեւ տարանջատումը։ Եվ բացի այդ իրենք նաեւ քաղաքակրթական առումով են կապված շատ ավելի, չէ՞, ինտեգրացիա է տեղի ունենում նաեւ։ Սրա մասին չմոռանանք։ Հիմա մեր խնդիրը որն է ընդհանուր առմամբ որպես պետություն եւ որպես ազգ։ Ուրեմն այնպիսի իրավիճակ ստեղծել կամ այնպիսի իրավիճակում հայտնվել լինել, երբ որ ժողովուրդը, մարդիկ, քաղաքացիները որոշումներ են կայացնում, ոչ թե իրենց փոխարեն են որոշումներ կայացնում, այլ իրենք են որոշումներ կայացնում, իրենք կարող են որոշումներ կայացնելիս որոշ որոշումների կայացումը պատվիրակել ինչ-որ մարմինների, դա նորմալ է։ Ինչպես օրինակ, օրինակ Եվրամիության, հա, այսինքն այդ գործադիր իշխանության մարմիններն են, հա, Բրյուսելը եւ այլն։ Բայց դա կարևորն է, հա, որ դու ունես իրավունքներ հավասար եւ ունես ազատություններ։ Վերջի վերջո սա նաեւ ազատության մասին է։ Այսինքն, եթե երբ որ դու գնում ես Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով կամ Եվրամիության հետ ինտեգրվելու ճանապարհով, դու ստանում ես իհարկե լայն շուկա, տնտեսական լուրջ հնարավորություններ զարգանալու տեսակետից, բայց դու նաև մտնում ես քաղաքակրթական մի հատ ուրեմն դաշտ եւ ըստ էության դրանով ապահովում ես յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը հնարավորինս ավելի ինստիտուցիոնալ ձևով, խորքային ձևով, ոչ մի այլ տեղ հնարավոր չէ այդ աստիճանի ապահովել մարդու ազատությունը, որքան Եվրամիության տարածքում է դա։ Եվ մենք ունենալու ենք այդ ձեռքբերումը։ Հիմա տեսեք, դիվերսիֆիկացիան այս առումով ինչ է նշանակելու, որ մենք փաստորեն, երբ որ դուք ասեցիք մենք որոշենք որ ուղղությամբ ենք գնում։ Այստեղ էլ կարող էին, չէ՞, շատերն ասել՝ մի վարքյան, Վարոն Քոչինյան, ասում եք ուղղություն, բայց չէ՞ որ մենք չենք ասում, որ ոչ մի ուղղությամբ չենք գնում։ Մենք ուղղակի բոլորի հետ այսպես բազմաշերտ լավ հարաբերություններ ենք փորձում հաստատել, բայց փաստորեն այնուամենայնիվ մենք ինչ որ միտեղ, այսպես ասենք, քաղաքական եւ լայն առումով տնտեսական առումով գնում ենք։ Պետք է գնանք, որոշում պետք է կայացնենք։ Եվ մենք եթե ընտրել ենք, երբ որ օրենք ենք ընդունել, որ մենք գնում ենք Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով, դա բնականաբար հենց այնպես չէ եւ դա խոսում է այն մասին, որ մեր ուղղությունը դա է։ Այսինքն լայն առումով մենք կարող ենք ասել, որ մենք ունենք որոշակի ուղղություն, բայց դա չի նշանակում, որ միայն ու միայն այդ ուղղությունն է լինելու։ Դիվերսիֆիկացիա նշանակում է, որ այո, գնալով այդ ճանապարհով, մենք նաև հարևանների հետ ենք լավ հարաբերություններ ունենալու, մենք նաև Հնդկաստանի հետ ենք հարաբերություններ, չգիտեմ, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, թեև իդեպ աֆրիկյան ուղղությունը արժե կարծում եմ զարգացնել, մենք մի քիչ, այո, մենք մի քիչ այսպես այլ աչքով ենք նայել այդ ուղղություններին, բայց այնտեղ շատ լուրջ բաներ կան եւ իդեպ ասեմ, որ չգիտեմ, օրինակի համար Մոլդովայում էի վերջերս ու Մոլդովայում պարզեցի, որ իրենց գինիները աֆրիկյան օրինակ շուկայում են իրենք շատ ինտենսիվ այսպես վաճառում, հա։ Մի խոսքով, այսինքն սա նշանակում է, որ մենք մի քիչ ավելի հստակ այդ կոնցեպտը նաև պետք է ներկայացնենք մեր քաղաքական, հանրային քաղաքական դիսկուրսում, որպեսզի թյուրիմացություններ չլինեն, էլի տարընթերցումներ չլինեն այս առումով։ Եվ վերջի վերջո, տեսեք, ինչով է սա իսկապես դիվերսիֆիկացիա, որովհետև որոշում կայացնողը մենք ենք։ Նախկինում, երբ որ ասում էին, չգիտեմ, բազմավեկտոր կամ կոմպլիմենտար քաղաքականություն եւ այլն, ներողություն, այսինքն մենք ամբողջությամբ մխրճված էինք ռուսական պրոյեկտներում, չունեինք ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն, հա, եւ ասում էինք, այստեղ կոմպլիմենտար քաղաքականություն ենք վարում։ Ոնց կարող ես դու այս դեպքում այդ քաղաքականությունը վարես։ Հիմա մենք փորձում ենք ուրեմն եւ արդեն բազմաթիվ առումներով նվազեցրել ենք կախվածությունը, հա, Ռուսաստանից։ Հիմա օրինակ Ռուսաստանի հետ ինչ մենք ռազմական, այսպես ասած, հարաբերություններ ունենք։ Մենք որքան գիտեմ, Ռուսաստանից կամ շատ քիչ կամ ընդհանրապես զենք չեն գնում, հա։ Բայց ուզում եմ ասել, տեսեք,
այստեղ շատ կարևոր է էլի այդ ինքնուրույն որոշումներ կայացնելու հանգամանքը եւ ամենակարևորը ինձ համար, որ այդ պետության շրջանակներում քաղաքացիներն են ազատ եւ իրենք են որոշումներ կայացնողները։ Հիմա եթե դու կարող ես դա ապահովել մաքսիմալ ձևով առանց նաև որևէ միության անդամ լինելու։ Հիմա չենք կարող ասել, որ Նորվեգիայում պակաս, այսպես ասած, ժողովրդավար են մարդիկ կամ պակաս ազատություններ կան կամ Եվրամիության անդամ երկրների, բայց մեր համար ինչու է նաև կարևոր է Եվրամիության, որովհետև մենք փոքր պետություն ենք, որովհետև մենք այս տարածաշրջանում ենք գտնվում, շատ ավելի խոցելի ենք, հա, մի քանի անգամ, եթե Նորվեգիայի հետ օրինակ համեմատենք, որ Եվրամիության անդամ երկիր չէ, բայց տեսեք, եւ շուկան, եւ նաեւ քաղաքական կառույցները եւ այլն մեծապես կարող են նպաստել մեր դիմադրողականության եւ ազատությունների նաեւ, այսպես ասած, հա, ապահովմանը, իրացմանը, ինքնաիրացմանը եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդուն այնուամենայնիվ չմոռանանք, երբ որ խոսում ենք աշխարհաքաղաքականությունից, խոսում ենք արտաքին քաղաքականությունից եւ այլն եւ այլն։ Բայց մի բան էլ էստեղ կարեւոր է, տեսեք, դուք ես լրիվ համաձայն եմ պարոն Քոչարյան ձեր այն ասացի հետ, որ մենք ստիպված ըստ էության գնացինք դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Եվ նաև պետք է հիշենք, էլի, որ երբ որ հեղափոխությունը եղավ, ասում էինք, որ չկա արտաքին քաղաքական, այսպես ասած, դիսկուրս այդ ամեն ինչում, կոմպոնենտ չկա։ Մենք ուղղակի ներքին ժողովրդավարություն ենք հաստատում եւ վերջ, այսինքն արտաքին հարաբերությունները չենք վերանայելու։ Բայց տեսեք, այնպես ստացվեց, որ այնուամենայնիվ երբ որ դու կախված ես ավտորիտար պետությունից եւ այդ ավտորիտար պետությունը ագրեսիվ քաղաքականություն իրականացնելու փուլում է գտնվում հատկապես, այլ փուլում կարող էր նաեւ այդպես չլիներ, բայց երբ որ ինքը այդպիսի քաղաքականություն է, դա չի կարող բացասաբար չանդրադառնալ քո վրա։ Եվ դու ուզես չուզես պետք է այդ վերանայումը անես արտաքին քաղաքականության, բայց նաեւ խոսենք այն մասին, որ արժեքների հարց էլ այստեղ կա վերջի վերջո, չէ՞։ Այսինքն ինչքան էլ, այսինքն ռեալ պոլիտիկի շրջանակներում նայենք, բնականաբար ժողովրդավարական պետության համար շահեկան է, հաճելի է, ձեռնտու է եւ հենց այդ էլի ազատությունների ապահովման տեսակետից լինել այնպիսի պետությունների, այսպես ասած, բլոկում, հա, որոնք ժողովրդավարական են, որոնք նույն արժեքներն են կրում, սա էլ է կարևոր, սա նույնպես էլի նպաստում է անվտանգության ամրապնդմանը։ Նայեք, ավտորիտարը կարծում եմ այդքան կարևոր չէ, որովհետև Ղազախստանն էլ չի որ փայլում է ժողովրդավարությունը կամ Ուզբեկստանում կամ հետխորհրդային պետություններում, բայց բոլորը ունեն խնդիր Ռուսաստանի հետ։ Հետխորհրդային տարածաշրջանում այս ապագահութացման գործընթացը չի ավարտվել ուղղակի։ Ու բոլոր մենք տեսնում ենք ազգային ինքնությունները եւ այն բոլոր զարգանում են եւ ավտորիտար Ղազախստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Հարավային Կովկասում, Ռուսաստանից արևմուտք գտնվող հանրապետություններում, երևի Բելարուսն էր, որ հատնի զարգացումների արդյունքում ուղղակի դարձավ փաստորեն գրավված տարածք Ռուսաստանի կողմից եւ չունի այդ արտաքին քաղաքականությունը, բայց նույնիսկ Ռուսաստանի ներսում ազգային հանրապետություններում այս խնդիրը կա։ Այսինքն սա նաև ուրիշ գործընթացի մասին է։ Ավտորիտարիզմն է համադրված կայսերապաշտությամբ, որը երկրորդը ավելի կարևոր է, որովհետև դա այո։ Ու նաև մենք գիտենք, որ Եվրոմիությունը եւ Եվրոպան մեր նկատմամբ այդ կոմպլեքսը չունի, հա, ինքը չի դիտարկում մեզ որպես ինչ-որ նախկին ծայրագավառ եւ այդտեղ որ ազգային պետություն լինելով մենք ավելի հավասար հարաբերությունների։ Այո, դա շատ կարևոր է։ Բայց կարծում եմ երկրորդ խնդիրն էլ այստեղ կա, Եվրոմիությունը իհարկե պետք է դեռ ցույց տա, որ ինքը կարող է ապահովել բացի այդ ներքին ստանդարտներից նաև արտաքին անվտանգությունը, որ ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում շատ կարևոր է դառնում։ Մենք տեսնում ենք, որ մնացած բոլորի համար որպես նախադեպ։ Այո, որովհետև եթե հիմա այդ ԱՄՆ-ի աջակցությունը տեսնում ենք ինչ ճգնաժամ է ստեղծել Եվրոպայում եւ այսքան երևի անպաշտպան Եվրոպան չէր եղել երբեք, հա։ Սա կարևոր շատ խնդիր է, որի լուծումից է կախված նաև տարբեր երկրների շահագրգռվածությունը, հետաքրքրությունը եւ ընդհանրապես եվրոպական ինտեգրացիոն գործընթացների ապագան է նաեւ սանից կա։ Այո, այո։ Պարոն, շնորհակալ եմ հրավերությունելու համար, այս պոզիտիվ նոտայի վրա էլ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք փորձեցինք ամփոփել այն ամենը, ինչ որ տեղի ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականություն, տրամաբանության մեջ Հայաստանի շուրջ, Հայաստանում որպես արձագանք աշխարհում եւ Հայաստանի վերաբերյալ տեղնոցող իրադարձություններին տարին բարդ տարի էր, այնպես չի որ հեշտ տարի էր եւ այնպես չի որ այն բոլոր փոփոխությունները, որոնց մասին մենք խոսեցինք, դրանք
հեշտ փոփոխություններ էին Հայաստանի համար կամ դրանք լավորից արած փոփոխություններ, ինչպես մի քանի անգամ նշեցինք, դա ստիպված, դա ըստեյության ռեակտիվ փոփոխություններ էին, եւ երևի թե մի բան է մնում այսպես հույս հայտնել, որ 26 թվականին այն մոմենտումը, որը ստեղծվեց 25 թվականին, հնարավորություն կտա, որպեսզի 26 թվականին մեր որոշումները արտաքին քաղաքականության մեջ լինեն այլևս պրոակտիվ, լինեն մեր առաջնահերթությունների եւ մեր ցանկությունների արդյունք, այլ ոչ թե ռեակցիա աշխարհում տեղի ունեցող գործընթացներին։ Երևի թե դա երկրորդ կարևոր անցումն է, որը Հայաստանի համար անհրաժեշտ է։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր Կիրակի 19:00-ը։